Գործակից է, եթե չի ավելացնում դեպատամենտի որտեվ այդ կարևոր բան է, որտեվ զգում ես, որ նոր ճամփա զգում ես, որ շատ է բանանում, գոնե մարդկանց ասենք նայեք, որ տենց խնդիր կա, էլի, այսինքն, որտեվ մարդկանց մոտ կարա հիմի մարդն է, չէ՞ մեր նման ճանապարհի վրա անցնում է, ինքը տենում է, որ հարթության հետ խնդիր կա, մտածում է, սիստեմի բան են չի, բայց գոնե իմանան, որ կառավարությունը գիտի տեղակա եւ կոմունիկացիա են։ Ես էլ որ անցնում եմ, զգում եմ, որ այն լավագույն բանը չի, մարդիկ էլ կմտածեն, բայց այս կառավարությունը չի տենում սա։ Եկեղեցին թող լավ սարքի, իր ռեպուտացիոն պրոբլեմ է, բայց գոնե մարդիկ կիմանան, որ փողա պահվե դրա համար եւ ոչ թե տենց ուղղակի աչք եք ակել մենք այդ պրոբլեմի վրա։ Մենք այս կային ամբողջ հանրապետությունում 26 չընդունված ճանապարհ ունենք, որի համար վճարումները կեսից ավելի պակաս են կատարել։ Ինչ են կանում այդ ճանապարհները։ Շտկումներ են տալիս, բան վարչապետ, որոշ դեպքերում վերին շերտի, եթե այնտեղ որտեղ հարցան հետ կապած հարցա, արտադրում են շինարարում վերին շերտ տեղադրել։ Դե իմ ասածն են, տեսեք 26 ճանապարհ, այդ 26 ճանապարհի վրայով մարդիկ են անցնում, եւ մեկ ազգում են, որ այս ճանապարհի հետ ինչ որ մի բան են չի։ Իրանք չգիտեն, ճանապարհը շինարարությունը ավարտվել է կամ այդ պահին, իրանք չգիտեն։ Իրանք մտածում են, հա, ուրեմն էլի իրար մեջ ինչ-որ բան են արել, ծածկադում։ Դնենք իրազեկ ենք ակտիվ, թվում է թե ճանապարհային դեպարտամենտը ակտիվ կոմունիկացիա անող մարմին պետքա չլինի, բայց չէ։ Հիմա որ ծավալը մեծացել է, պետքա ասենք, որ այս ճանապարհները ընդունված չեն, որ մարդը իմանա, հա, այն, որ իր աչքը, որովհետև մարդը բորբոքվելու է իր մեջ դրանից, ասի, այսքան գործ արել են, իսկ գոնե իմանա, որ process կա, կամ գոնե իմանա, որ դրա գինը պակաս է վճարվել եւ այլն եւ այլն։ Այս կարևոր նորություններ են, որ մենք բան չենք անում, ասում չենք անում։ Ինձ համար օրինակ կարևոր է։ Ավարտես, հիմա սրա որակի այս ուղղություններն են կարդում, կարողանում սարքել իրականացնել։ Շատ լավ, քանի կիլոմետր է։ 11 Այսինքն ընդունել ենք նորմալ թե դեռևս չենք ընդունել։ Դեռևս չենք ընդունել։ Իսկ ինչ կարգի խնդիրներ կան։ Երթևեկամասի հետ որպես այդպիսի խնդիրներ չկան։ Ճանապարհն է սպասարկման մեջ է երաշտային։ Ծրագրի ասում շուրջ 3 միլիարդ։ Սա սառը վերամշակման Մենք ինչ-որ մի ձևով հետագայում այդ բաններ պետք է իմանանք, էլի երթևեկության ինտենսիվության չափը, որովհետև առանց դրա չենք կարողանում ճիշտ գտնվել վերջի շինարարության մեջ է պրոբլեմը, թե երթևեկության մեջ է։ Որտեղ գնում իջած է, կամ ինչ-որ մի բան են չի, հիմա այդ փաստարկը բոլոր տեղեր կարող են ասել երթևեկության ինտենսիվությունը նշի, բայց հիմա չենք կարողանում դրա հետ կապված հետագայում Ինչ այլոց մենք կշերքով ենք նայում, դա լավ բան է նաև ճանապարհները պլանավորելու, որովհետև մեկը մեր երթևեկության ինտենսիվության հաշվարկը, ինտենսիվությունը ընդհանուր առմամբ եւ մեքենաների թիվը եւ իրանց ընդհանուր քաշը, որպեսզի մենք ճանապարհը երբ որ պլանավորում ենք հիմնանորոգենք, այդտեղ էլ նախագծողներն իմանա, կառուցողներն իմանանք ինչ է գործում, որ ճիշտ ու ինչ որ աճերեն առաջիկայի աճի կոեֆիցիենտի մեջ